Բարի լույս, 1918 թվականի այսօր մարտի 12-ին Մոսկվան պաշտոնապես ընտրվեց Ռուսաստանի մայրաքաղաք։ 20-րդ դարի սկզբին Մոսկվան Ռուսաստանի արդյունաբերական մշակութային խոշորագույն կենտրոններից էր։ 1918 թվականին այն դարձել է Ռուսաստանի խորհրդային ֆեդերացիայի, 1922-ից 1991 թվականներին Խորհրդային միության և 1991 թվականից Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք։ Այսօր մարտի 12-ին ժամը 14:30-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարության նիստերի դահլիճում տեղի կունենա Եվրամիություն Հայաստան համագործակցություն, Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքներ թեմայով համաժողով։ Համաժողովին բացման խոսքով հանդես կգա էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը և Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստոյան։ Հայաստանի կոմպոզիտորների միությունը մայիսի 8-ից 12-ը կազմակերպում է պատանի կոմպոզիտորների մրցույթ։ Մրցույթին կարող են մասնակցել 9-ից 15 տարեկան պատանի ստեղծագործողները, ներկայացնելով մեկ դաշնամուրային ստեղծագործություն։ Մասնակիցները պետք է իրենք կատարեն իրենց գրած ստեղծագործությունները։ Մրցույթի մասնակցելու համար անհրաժեշտ է ներբեռնել դիմում հայտի օրինակը, լրացնել այն և ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեին։ Իսկ Երևանում այս պահին զրույցը բարձր 5 աստիճան է, ծանոթացեք եղանակ տեսությանը ամբողջ Հայաստանում։